Այս օրերին Սևան քաղաքի տարբեր հատվածներում սևանցիներն ականատես են լինում նոր խաղամիջոցների տեղադրման աշխատանքներին, որոնք բաղկացուցիչ մաս են այգիների եւ խաղահրապարակների բարեկարգման եւ հիմնանորոգման։ Կարևորելով ազատ ժամանցի եւ անվտանգ հանգստի կազմակերպումը, Սևան համայնքը, իդեմս համայնքապետարանի, դեռևս ամիսներ առաջ հանդես է եկել նախաձեռնությամբ, որի արդյունքում Սևան քաղաքի 5 տարածքներում իրականացվելիք բարեկարգման, հիմնանորոգման եւ կանաչապատման աշխատանքներին զուգահեռ պետք է տեղադրվեն նաեւ խաղամիջոցներ։ Խաղամիջոցների տրամադրումն իրողություն է դարձել Սևան համայնքի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում։ Լավ կառավարում, հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում GIZ-ի կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ եւ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։ Նալբանդյան փողոց 12, 24, 26 շենքերի բակում, Շինարարներ փողոց 3, 5 շենքերի հյուսիսային հատվածում, Աբովյան փողոց 5, 7, 9, 11, 13, 15 շենքերը միավորող բակային տարածքում, Իտալիայի Պրահավինոր այգիներում արդեն մեկնարկել են խաղամիջոցների տեղադրման աշխատանքները։ Այժմ հիշյալ տարածքների բարեկարգման եւ հիմնանորոգման աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։ Շինարարական աշխատանքները կատարվելու են համայնքի բյուջեի ֆինանսական միջոցներով։ Նշենք, որ Պրահավինոր այգում արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքները Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության եւ համայնքի ֆինանսավորմամբ։ Նպատակասլաց եւ հետեւողական աշխատանքի արդյունքում շուտով համայնքապահպան եւս մեկ ծրագիր կդառնա իրողություն, որի արդյունքում սևանցիները կստանան ժամանցի ու հանգստի ներկայանալի եւ բարեկարգ տարածքներ, կահավորված եւ երկրորդ շնչառություն ստացած։ Միաժամանակ տեղեկացնենք, որ խաղամիջոցներից լիարժեք հնարավոր է օգտվել տարածքների բարեկարգումից հետո։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Գեղամաղուր։